Հալելույա, պարկ ամենակարող տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, ողջունում ենք ձեզ կյանքի խոսք ավետարանական եկեղեցում, եկեք միաբան միասին սկսենք այսօրվա ծառայությունը Հայր մեր աղոթքով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Հովհաննես 3-րդ գլուխ 20-21-րդ խոսքերը։ Որովհետև ամեն չար գործողը ատում է լույսին, եւ չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն։ Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը, որ նրա գործերը հայտնվեն ու Աստծով գործվեցան։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելիս, իմ ձեռքերի մեջ կա մի թղթապանակ, որտեղ որ մեր կարիքներն են։ Եկեք միաբան աղոթք անենք այս բոլոր կարիքների համար հավատքով, որտեղ Աստծո ձեռքը չի կարճացել եւ մենք հավատում ենք, որ ամեն միաբան աղոթք ունի զորություն եւ ամեն կարիք կլինի լրացված։ Հալելույա Տերին, փառք ենք քեզ տալիս, փառայեղ Աստված, գոհանում եւ շնորհակալություն ենք հայտնում Տեր ամեն մի հրաշքի համար, որ մեր կյանքում դու անում ես Տեր։ Խնդրում ենք ամենակարող Տերին, այս բոլոր կարիքները Մինչ գրվել է դու արդեն տեղյակ ես այս բոլոր կարիքներից Տերի։ Խնդրում ենք Տեր, մենք միաբանվում ենք եւ աղոթք ենք բարձրացնում այս բոլոր կարիքների համար Տեր։ Խնդրում ենք սիրելի Սուրբ Հոգի, քո գերբնական զորությամբ, քո կրակը թող կպնի բոլոր այս կարիքներին Տեր։ Թող լինեն լրացված Տերի։ Ամեն խնդիր Տերի, ով որ բժշկության կարիք ունի, թող Հիսուսի վերքերով լինի կատարյալ բժշկված։ Ով ֆինանսների կարիք ունի Տեր, լրացրա ամեն մեկի կարիքը, բաց նոր ջրհորներ, նոր հնարավորություն, նոր ծրագրեր տուր դու նրան Տերի, ով ազատագրության կարիք ունի Տեր, քանդի այն բոլոր սատանայի գործած կապանքները Տերի, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, փառայեղ Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում ամեն ինչի համար եւ հանձնվում ենք քո ձեռքերի մեջ եւ հավատում ենք որ այս բոլոր կարիքները կլինեն լրացված եւ այս բոլոր կարիքների տերերը կլինեն կենթանի վկայություն կգան ու միաբան կասեն որ մեր Աստված կենթանի է կվկայեն որ մեր Աստված կենթանի է Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ողջ փառքն ու պատիվը քոնն է սիրելի եկեղեցի միաբան նաեւ աղոթենք Հայաստանի համար ամենակարող Տերին Հիսուս Քրիստոսի զորավոր անունով փառայեղ Աստված մենք աղոթք ենք անում Հայաստան աշխարհի համար Տեր խնդրում ենք Տեր օրհնիր մեր երկիրը մեր հայրենիքը քո ձեռքերի մեջ է Տերի ամենակարող Տերի քո պաշտպանությունն ենք մենք հռչակում մեր երկրի վրա Տեր քո խաղաղությունը սերը ուրախությունը թող լցվի մեր երկրի մեջ Տերի խնդրում ենք Տեր Սուրբ Հոգին թող կպնի ամեն մարդկանց սրտերի մեջ Տերի որպեսզի մարդիկ ել ավելի ճանաչեն քեզ Տերի ել ավելի բացեն իրենց խստացրած սրտերը Տերի ու գան ու միաբան փառաբանեն քո սուրբ անունը Տերի խնդրում ենք Հայրիմ երկնային օրհնիր մեր երկիրը մեր երկրի սահմանները մեր զինվորներին մեր ընկերիներին Տերի տուր մխիթարություն իրանց ծնողներին որոնք որ անհամբեր սպասում են Տերի խնդրում եմ Հայրիմ երկնային օրհնիր մեր ղեկավարությունը որ Աստծո երկյուղն ունենալու ճիշտ որոշումներ կայացնեն Տերի օրհնիր մեր երկրի բոլոր ճշմարիտ եկեղեցիներին Տերի բարձրացրա ամեն գյուղ ամեն քաղաք ամեն տուն թող Տիրոջ լույսը լցվի ամեն մեկի սրտում Տերի պատրաստիր ամեն մեկի սիրտը քո կենթանի խոսքը լցնելու համար Տերի մարդկանց կյանքը փոխելու համար օրհնելով օրհնիր Հայաստան աշխարհը Միաժամանակ մենք աղոթում ենք Ռուսաստանի համար Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով փառայեղ Աստված այս հսկայական մեծ երկիրը Տեր հանձնում ենք քո ձեռքերի մեջ Տերի այս բազմազգ երկրի մեջ Տերի աղոթք ենք բարձրացնում բոլոր ազգերի համար Տերի
որպեսզի Տիրոջ լույսը լցվի ամեն մեկի սրտի մեջ, ամեն մեկի ականջը լսի Տիրոջ խոսքը Տեր իմ։ Մենք ուղղակի աղոթք ենք բարձրացնում, որ Տիրոջ խոսքը զորավոր ձևով լցվի ամեն ընտանիք, ամեն տուն, ամեն գյուղ, ամեն քաղաք Տեր իմ։ Պատրաստիր ուղղակի փխրեցրա այն կոշտ սրտերը Տեր իմ, այն կոշտ սրտերը Տեր իմ, որոնք որ կարծրացրել են Տեր իմ, քո խոսքի համար, քո հրաշքի համար Տեր իմ։ Մենք աղոթում ենք ռուս ժողովրդի եւ բոլոր այն բազմազգ ազգերի համար, ովքեր որ այստեղ ապրում են Տեր իմ։ Շնորհակալություն ենք հայտնում Տեր իմ ամեն ինչի համար, այս յուրընկալ երկրի համար, եւ օրհնում ենք Ռուսաստան աշխարհը, օրհնում ենք եւ հռչակում ենք Տիրոջ խաղաղությունը Տեր իմ։ Թող գա Տիրոջ խաղաղությունը, լույսը, ուրախությունը, սերը այս հրաշալի երկրում։ Օրհնում ենք Ռուսաստան աշխարհը։ Ողջ փառքն ու պատիվը քոնն է։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամեն։ Խաղաղության իշխան, շնորհակալություն ու գոհություն քո սուրբ հոգու ներկայությանդ համար, որ դու այսօր այստեղ ես Տեր, որ լցնես մեզանից ամեն մեկին քո կենթանի ջրերով, որ լցնես քո երկնային խաղաղությունով եւ սուրբ հոգու ցնծությունով։ Մեր հավաքույթի միակ նպատակը դու ես Տեր։ Մենք եկել ենք քեզանից առնելու Տեր։ Մենք եկել ենք քեզ հանդիպելու Տեր։ Օգնիր մեզանից ամեն մեկին այսօր քեզ տեսնելու։ Մեր անձերի մեջ Տեր։ Դու ես մեր հավաքույթի միակ նպատակը։ Շնորհակալություն Տեր քո սուրբ հոգու ներկայության համար։ Ամեն մի մարդու համար, որ այսօր բերել ես այստեղ։ Թող քո հոգին ել ավելի լցնի ամեն անոթ Տեր, քո թարմ օծության եւ զորության։ Ողջ փառքը միայն քեզ, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի։ Բոլորս ասեցինք ամեն։ Փառք, փառք, փառք ամենակարող Աստծուն։ Սիրելի եկեղեցի, ողջուններ Եկատերինբուրգից, Չելյաբինսկից։ Բոլոր հայերը այնտեղի ջերմ ձեզ սիրում են, հետևում են եւ բարևում են։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Ուզում եմ մեզ գեներալներին ասեմ շնորհակալություն, Տերը օրհնի ձեզ։ Այս մարդը գիշերը 3:30 ինձ դիմավորել է, հիմա ստեղ Տերերի Տիրոջը արքաների արքային փառաբանում է։ Այդ այնց են լինում Տիրոջ օծյալներն ու զորավորները։ Փառք Հիսուսին։ Գիտես, շրջվի կողքինիդ ասա, դու ճիշտ տեղում ես։ Դու պատահական չես այդտեղ։ Ասում եմ հով գորի մոտ հնարավոր չի չբարձրանալ, իրա վրա կա յուրահատուկ օծություն, որ ինքը քեզ բարձրացնում է։ Ուզես թե չուզես պետք է բարձրանաս։ Եթե դու ինքնաթիռի մեջ ես, գնում ես, որտեղ որ ինքնաթիռը գնում է, այնց որ ջանքարա, որ այդ ինքնաթիռի մեջ լինես։ Փառք Աստծուն, այսօր խոսելու եմ օծության մասին։ Կա մարդ, որ առաջի անգամ է եկել, եթե կա ձեռը թափարի տեսնեմ։ Շատ լավ, Աստված օրհնի քեզ, ձեռները չտեսա, բայց Աստված օրհնի քեզ։ Եթե դու այսօր այստեղ ես։ Փառք Աստծուն, ուզում եմ մի բանի մասին խոսամ, հետաքրքիր է։ Մենք շատ ժամանակ հայտնություն ենք ստանում, մենք շատ ժամանակ միտք ենք ստանում, երբ որ աղոթում էի ինչի մասին պետք է խոսամ, ես ստացա այս թեման ինչի համար, ինչի մասին խոսալու եմ այսօր։ Մի քիչ շատ ավելի շատ խոսալու եմ իմ մասին, իմ ծառայության, հա, իմ օծության, բայց դու վերցրու քո վրա, որովհետև քեզ հաստատ պետք է գա այդ ամեն ինչը։ Դրա համար ուզում եմ, որ դու վերցնես նաև քո համար։ Ես խոսալու եմ, հանդիմանելու եմ ինձ, իմ ծառայությունը, բայց դու վերցրու քո համար պետք է գա դա քեզ։ Երկրորդ Կորինթացիս 3:5 ոչ թե մենք մեզանից բավական ենք մի բան միտք առնելու, ինչպես մեզանից, այլ մեր բավական լինելը Աստվածանից է, որ մեզ բավական էլ արավ նրա կտակարանի պաշտոնյան լինելու, ոչ թե գրի, այ հոգու, որովհետև գիրը սպանում է, այլ հոգին կենդանացնում է։ Ասում եմ, եթե մենք մի բան բավական ենք համարում, մի միտք ենք առել, մի բան հասկանում ենք, այնպես չի, որ մեզանից ենք հասկանում։ Այն նրանից հա, որ Աստված կամեցավ, որ մենք հասկանանք, դրա համար էլ հասկանում ենք։ Այսօր ինչքան մարդիկ կան դրսում, որ բարձր բուհել են ավարտել, հա, գիտնականներ են միգուցե, բայց Աստծուն չեն ճանաչում։ Միգուցե ճանաչում են, միգուցե չեն ճանաչում, բայց ինչքան շատ մարդիկ կան, որ չեն ճանաչում։ Գիտեք, այս վերջերս մեր եկեղեցու երիտասարդներից մեկի հետ խոսելուց ասեց, ինչ
հայտնություն ունես։ Դե ասեց հայտնության գիրքն եմ կարդում։ Երևի այդ բառը լավ էր իմանում, ասեցի այդ դեպքում հասկանում ես, որ կարդում ես։ Ասեց դե ինչ որ չեմ հասկանում, հարցնում եմ արհեստական բանականությանը ու ինքը ինձ բացատրում է։ Ահա, ասեցի սա լուրջ է։ Սա շատ լուրջ է։ Գիտես, այսօր ես տեսնում եմ Եվրոպայում, Ամերիկայում տարբեր եկեղեցիներ կան, որտեղ արհեստական բանականությունը միացնում են հեռուստատեսությամբ եւ ասում են ինչ որ մի թեմա ու իրանք լսում են այդ քարոզը։ Վերջում ժողովրդին հարցնում են, ասում են ինչ կասես։ Ասում են այնքան լիքներ, հայտնություններով լեփլեցուներ, այնքան լավ քարոզեր։ Ու մտածում ես, ասում ես ինչ հետաքրքիր է։ Այս վերջերս հով գորնել էր, չէ՞, ասում կան մի քանի YouTube-յան ալիքներ, որ արհեստական բանականություններ են, դրանք մարդիկ չեն։ Հետո ես մի քիչ ավելի խորը նկատեցի, որ կան մարդիկ, որ գնում են արհեստական բանականության մոտ մեղքերի խոստովանություն են անում։ Լսեք, ուզում եմ հարց տամ, մեր Աստված մեռել է։ Այս վերջերս հարություն արավ, չէ՞, տոնում ենք, չէ՞։ Ժողովուրդը ինչ որ մի բան տեղերը շփոթել է, ինչ որ մի բան աղավաղվել է մեր կյանքում, հա, երբեմն կենթանի Աստծուն թողած ընկնում ենք արհեստական բանականության հետևից։ Գիտես, ես հասկացա մի բան, երբ որ մեկը ասենք մի քարոզա քարոզում, կամ մեկը մի երգ է երգում, կամ մեկը մի ոտանավոր է գրել, թեկուզ Աստծո մասին ինչ որ բան անում, մեկ էլ տեսնում ես տակը գնաց պատերազմը, բա քո մազերը նայել ես, բա քո հագուստը նայել ես, բա քո շրթներքը նայել ես, կամ չգիտեմ ինչը նայել ես, ու նայում եմ, ասում եմ, այ քեզի բան։ Հիմա եթե էսի քո երեխեն աներ, դու արդյոք կվերցնեիր ու դրան գնդակահարեիր քո գրչով։ Ինչի է այդպես։ Ինչն է պատճառը, որ մարդիկ սենց ագրեսիվ են, ատելությունով են լցված։ Ինչն է պատճառը, որ ամեն մեկը մյուսին, կներեք ես բարի համար, քլնգում է։ Որտեղից։ Ամեն մեկ ուզում է ցույց տա, որ ինքը շատ գիտի, ամեն մեկ ուզում է ցույց տա, որ ինքը լավ գիտի, ինչի համար ժողովուրդ։ Որն է մեր պատերազմների պատճառը կամ մեր օտար աղբյուրներ փնտրելու պատճառը, որ ցույց տանք մենք ինչ որ մեկից մի բան լավ գիտենք, թե չէ։ Գիտեք, հետաքրքիր տեղ է դրա համար գրված Աստվածաշնչ, եկեք իրար հետ նայենք։ Ասում է, որովհետև մահը վեր ելավ, պատուհանները մտավ եւ պալատները, որ բնաջինջ անի երեխային փողոցից երիտասարդին հրապարակից։ Երեմիա 9:21։ Գիտես, այսօր բոլորը հեռախոսի մեջ են ու ինտերնետի մեջ են։ Ես հիշում եմ իմ մանկությունը, եթե մեր փողոց Հայաթ մեքենա էր մտնում, իրան անհրաժեշտ էր առնվազն 10 րոպե, որ մինչև վերջի մուտքին հասներ Պաջեստին։ Որտեվ ինքան երեխեք էին դուրսը խաղում, մամաները իրանց մանուկների հետ կայլասկեքով դուրսում էին, հա, այն ֆուտբոլ էին խաղում, հոլ էին խաղում, գործագործ էին խաղում, ես չգիտեմ, էշ միլիցիա էին խաղում վերջո։ Մեր Հայաթը ասեղ գցելու տեղ չկար, բոլոր երեխեքը փողոցում էին, եթե մաման գորար, ճվար, ճչար, իշներ, ծեծելով տաներ մի երեխու տուն, էդի լավ էր, հա։ Այսօր փողոցները դատարկվել է, նկատել եք այս խոսքի իրականացումը։ Այսօր երիտասարդներ չկան, երեխաներ չկան փողոցները, բոլորը կոմպյուտերների առաջ են։ Իրանց աշխարհը կոմպյուտերներն են դարել։ Իրականությունից կտրվել են, այս խոսքի իրականացումը մենք տեսնում ենք։ Ամեն իրանց հարցերի պատասխանը արդեն ինտերնետի մեջ կա։ Ասում եմ, հիմա չգիտեմ, Հովանես Մկրտիչներ երջանիկ, որ ուխտի մորթեր հագնում, վայրի մեղր էր ուտում, թե մենք, որ ժամանակակից մեքենաներով կապ չունի դրսում ձունը, անձրև, փեջ ունենք, կոնդիցիոներ ունենք, հա, 3 ժամից թռանք հասանք Եկատերինբուրգից Մոսկվա, տենաս ով է երջանիկ։ Այն մարդը, որ Աստծո հետ կապ ունի, թե այն մարդը, որ Աստծո հետ կապ չունի։ Եթե մենք Աստծո հետ կապ ունենք, ինչի ենք մենք շատ մեզի ջղան պահում, ագրեսիվ պահում, վայրենի պահում, թեկուզ հավատացյալների նկատմամբ, թեկուզ անհավատների նկատմամբ։ Գիտեք, մեզ մի բան չի հերիքում։ Երբ որ Մովսեսին եկան ասին, Մովսես 2 հոգի բանակի մեջ մարգարեանում են, ասեց, երանի թե բոլորը մարգարեան են, երանի թե բոլորը Աստծո ձայնը լսեին։ Այսօր ամեն մեկը մի աղբյուր ճարել է, անդեղից սնվում է։ Ինտերնետ է կոչվում։ Գիտեք, սատանան պոզոպոչով է գալու։ Մեր սաղ ժամանակը գողացել է։ Այսօր մեր օգնականներ քարոզում Եկատերինբուրգում ասում է, պատկերացնում եք, 160 ժամ Աստված տվել է քեզ մի շաբաթվա մեջ, ասում է 2 ժամը տուր ինձ, ասում ես, այդ ինձ պետք է։
Ամբողջ երկրագնդի բուսականությունը կենթանական աշխարհը տվեց Ադամին ու Եվային, ասեց մենակ ես մի ծառը թող ինձ։ Էն էլ ասենք չէ, մեզ էդի պետք է։ Ինչ ենք փնտրում, ինչ ենք ուզում։ Այնքան կարևոր է ժողովուրդ, որ կենթանի Աստծո հետ փոխհարաբերությունը թողել ենք, չգիտես որտեղ ինչ ենք ման գալի։ Երբեմն Աստծո խոսքը ինտերնետում ենք ման գալի, լսեք Աստվածաշնչի մեջ այնքան Աստծո խոսք կա, սկզբից մինչև վերջ։ Ընդդեմ անեկեք։ Աստված ասում է փնտրեք իսկ կգտնեք, խի չենք փնտրում։ Եթե փնտրենք, ամեն մի քարոզի կամ ամեն մի երգի տակ, ամեն մի մեկը մի հատ երեխա է, բան է ստեղծագործել, ինչ որ բան է ուզում անի Տիրոջ համար, մեկ էլ տենում ես քլուններն առան ու շինարարներն ընկան ջանին։ Այմար դե թողանի էլի, մեկի կյանքը կփրկի էլի։ Ամեն։ Հասկանում եք ինչ մասին եմ խոսում։ Իմ մասին եմ խոսում։ Կռահեցիք, չէ՞։ 4 թագավորացում հետաքրքիր մի պատմություն կա։ Ստեղ ժողովուրդը գնում են, լավ, եկեք կարդամ։ 1:3 Եվ Տիրոջ հրեշտակը ասես թեզբացի Եղիային, վեր կաց գնա Սամարիայի թագավորի պատգամավորներին դիմավորեց եւ ասես նրանց. Միթե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում եք Ակարոնի բահաղ ճանճիկ Աստծուն հարցնելու։ Մի քիչ մեր Աստված նախանձաղվոտ Աստված է, ասում է չհասկացա։ Ինչի ես կենթանի չեմ, որ գաք ինձ հարցնեք, գնում եք ում եք հարցնում։ Ինչերի եք հարցնում, ինչի եք հարցնում։ Այնքան հետաքրքիր է ինձ։ Մենք լավ գիտենք, չէ՞, մենք ինչ ենք ուզում։ Մենք շատ լավ գիտենք, ինչ ենք ուզում ստանանք։ Ինչ ենք ուզում անենք։ Մեզանից լավ ով գիտի։ Մենակ մենք։ Գիտես, այնքան կարևոր է, որ դու հասկանաս, որ կոմպյուտերը քեզանից լավ գիտի Աստծո խոսքը։ Ինչ որ ասում ես, ինքը մի անգամից գտնում է ու մի քանի տարբերակներով բերում դնում է դեմը։ Դու դες չես կարա հիշես։ Բայց կոմպյուտերը հոգի չունի։ Կոմպյուտերը փրկություն չունի, ուրիշ խոսքերով ասած։ Մեզ պետք է կոմպյուտեր լինել, թե կենթանի հոգի լինել։ Ուզում եմ, որ գիտակցես կենթանի փոխհարաբերությունը Աստծո հետ ինչքան ավելի կարևոր է, քան մեր իմացությունը։ Ինչքան ավելի լավ է դիմացինից սիրես կամ ուղղակի բարի լինես իր նկատմամբ, քան քո հազարավոր անգիրարած Աստծո խոսքերը։ Մի բան իմացի ու լավ գործի դիր։ Ամեն։ Այստեղ եք, թե այստեղ չեք։ Կա մարդ, որ հանդիմանվում է։ Ասում է, ես ինչա, կենթանի չեմ, որ գաք ինձ հարցնեք, որ նեղն ենք ընկնում, ում ենք հարցնում։ Հələ հիշիկ ես։ Գիտես, ինչքան նեղն եմ ընկել, այնքան Աստծո երեսը ավելի շատ եմ փնտրել, դու տենց ես, թե մենակ ես եմ տենց։ Հիմա Աստված մտածել է քեզ մի հատ նեղը գցի, որ իր երեսը փնտրես, ասի վերջապես երեխես ինձ հիշավ, դու էլ ում մոտ ասես, վազում ես, բացի իր մոտից։ Ինքն էլ նստած սպասում, ասում է ոչինչ, ես համբերատար եմ, կգաս, շուտ թե ուշ գալու ես։ Այնց որ այսօր ուզում եմ քեզ նախանձի գրգռեմ, որ դու վազես իր մոտ։ Գիտես, երբ որ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, ունեց ստացվա, որ ճանապարհին կային ազգեր, թշնամիներ, որ չէին ուզում իրանց տեսնեին ու պատերազմների մեջ էր ու տենց եկավ մի քաղաքի մոտ նստեց։ Ու այդ քաղաքի թագավորը այդքան բանը իմանալով հանդերձ շատ վրդովեց ու մտածեց այս ազգին ոնց հաղթեմ։ Այս իմ ու քո մասին է, մեզ ոնց հաղթի սատանան։ Թվոց 22:6 Եվ հիմա աղաչում եմ, եկ ինձ համար անիծիր այս ժողովուրդը, որովհետև նա ինձանից զորավոր է, գուցե կարող լինեմ նրան զարկել, և իմ երեսից դուրս քշեմ նրան, որովհետև գիտեմ, որին որ դու անիծում ես, անիծված է լինում, որին դու օրհնում ես, օրհնված է լինում, ասում եմ ինչ հետաքրքիր է։ Այս թագավորը մի մարգարեի գիտեր, որ Աստծո ձայնը լսում էր ու ծառայում էր Աստծուն, ասեց, արի դու իմ համար այս ազգին անիծի, որովհետև ինձանից զորավոր է, որ ես կարանամ հաղթեմ։ Ինչ է, սատանայի ստրատեգիան փոխվել է։ Դու գիտես, որ դու իրանից զորավոր ես։ Բայց երբ որ Տիրոջ մեջ ես, երբ որ հոգու մեջ ես, ասում է նա ով որ քեզանում է ավելի զորավոր է, քան թե նա որ աշխարհում է, տենց հա թե տենց չի։ Ամեն։ Ու ինքը դրա համար քեզ չի սիրում։ Դա արդեն պատճառ է, որ ինքը մտածի քեզ ոնց հաղթի, քեզ ոնց սպանի, որովհետև քո վրա կա օծություն։
Աստված քեզ ինչ որ մի բանի համար օծել է։ Ամեն մեկը ձեր բնակավարում օծված է։ Գրված է, որ բոլորին տաղաններ տվեց, մեկին մի հատ, մեկին 5 հատ, մեկին 10 հատ։ Չէ՞։ Երբեմն կա որ տանում թաքցնում ենք, երբեմն կա որ չենք ուզում օգտագործենք, կամ ուզում ենք օգտագործենք, որ մի բան գիտենք։ Ոչ թե իրան գիտենք, այլ մի բան գիտենք։ Ցավալի է մեր վիճակը դառնում։ Գիտես, դրա համար ուզում եմ, որ դու հասկանաս այն ինչ որ տվել է Աստված պահանջելու է։ Այն ինչ որ տվել է ինձ ու քեզ պահանջելու է։ Դրա վրա ուշադրություն դարձնես ու դրա հետ սկսես սովորել աշխատել։ Աստված ջան, այս որ տվել ես, ինչի համար ես տվել։ Հիմա հով գորը լավ է, ժողովուրդ որ կա։ Գիտեք, չէ, որ պարգևա տրված է, գրված է։ Հովիվը պարգևա, առաքյալը, մարգարեն, ավետարանիչը, ուսուցիչը, դրանք պարգևներ են, որ Աստված մեզ տվել է։ Հիմա Աստծո տված պարգևի հետ, եթե չիմանաս ճիշտ աշխատել, լավ չի, տխուր է։ Օրից մի օր կանգնած Աստվածաշնչյան դպրոցի մոտ Երևանում, այնց եմ կանգնել, որ ուսուցիչը ինչ չտեսնի, դաս եմ լսում, որովհետև այնտեղ ապակիները թափանցիկ են ու ես կանգնած լսում եմ։ Հով գորը ներս մտավ ընդամենը մի քանի մետր, գիտես, հաշված վայրկյաններ տևեց, ընդեղից հասնից դե ասեց, չես տենում մարդը շեղված է, դու էլ ականջներդ կախել լսում ես։ Ու բարձրացավ Հովիվ Արտուրի մոտ։ Դրանից հետո պահանջվեց ամիսներ, որ մենք տեսանք այդ մարդը իրականից ճշմարտության ճանապարհից շեղվել է։ Գիտես, մարդը ուներ պարգև, ուներ հոգիների զանազանություն, ուներ օծություն, որ իրան ցույց է տալի։ Հասկանում ես, ամեն մեկը մի բանի մեջ օծված եք, ամեն մեկը ձեր օծությունն ունեք գործելու Տիրոջ կամքին համաձայն։ Եկեք գործենք, եկեք ասենք Տիրոջը, բա ոնց անեմ, որ լավ լինի։ Դու ոնց կանեիր, ասա ես էլ տենց անեմ։ Ինչ ես ուզում, ես ուզում եմ քո սրտի մեջինն անեմ։ Կարաս ասես, հլա ասա։ Հիմա այս թագավորը բաղամը բաղակին համոզում է, մարգարեին համոզում է, ասում է ում անից ես կանիծվի, ինչ կլինի, արի անիծի հաղթեմ սրան։ Հիմա ես էլ ասում է դե լավ, քանի որ դուք ձեր մոգության նվերները բերել եք ինձի տակ, նայում եմ մանավանդ լավ էլ նվերներ ունեք, ոսկել ունեք, արծաթել ունեք, մանավանդ հագուստել ունեք, ինչ ինձ պետքա բերել եք։ Դե լավ, եկեք հլը մնացեք, տենամ Տերը ինչ կասի, այդպես կանեմ, էլի։ Եթե ասեց օրտնի, կորտնեմ, եթե ասեց անիծի, կանիծեմ։ Աստված գիշերն եկավ ու ասեց, ովքեր են այդ մարդիկ։ Դե ասում է, գիտես, Բաղամ թագավորը ուղարկել է, ասում է, հլը գնա, տես կանիծես, որ անիծես կհաղթեմ դրանց։ Աստված ինչ ասում, եկեք կարդանք, 12 խոսքը։ Եվ Աստված ասեց Բաղամին, դրանց հետ չգնաս, ժողովրդին չանիծես, որովհետև նա օրհնված է։ Եվ Աստված գիշերը Բաղամի մոտ եկավ եւ ասեց նրան. Եթե մարդիկ քեզ կանչելու գան, վեր կաց նրանց հետ գնա, բայց ինչ որ քեզ խոսեմ, միայն այն անես։ Եվ Բաղամը առավոտ վեր կացավ եւ իր էշի համետը դրավ եւ Մովաբի իշխանների հետ գնաց։ Աստված եկավ ասեց ովքեր են այս մարդիկ։ Դե եկել են ուզում են Իսրայելին անիծեն, որ կարողանան հաղթեն։ Չանիծես, դրանք օրհնված ժողովուրդ են, դրանք իմ ժողովուրդն են։ Հիմա գիտես սատանան ոնց է մտածում, ոնց քեզ անիծի, ոնց քեզ խոցի, ոնց քեզ խփի։ Ման է գալիս, էլ հավատացյալներ է ման գալիս, էլ մարգարեներ է ման գալիս, էլ քուր եղբայրներ է ման գալիս, ոնց քո վրա կոշիկները սրբի, ոնց անի, քեզ հունից անի, խաղաղությունդ կորցնես, սերդ կորցնես, ատելությունով լցվես։ Աստված եկավ ու հանդիպեց մարդուն, քանիսիս Աստված գիշերը եկե հանդիպե։ Վեր ապրած կաս Աստծուն։ Անմոռանալի է, չէ՞։ Գիտես, պատկերացնում ես մարգարեի մոտ Աստված անձամբ եկավ ու հետը խոսաց։ Ասես չանես այդ բանը, ես իմ ժողովուրդն է, ես իրան օրհնել եմ։ Ես իրան սիրում եմ։ Ու հետաքրքիր է, որ հաջորդ խոսքում Աստված ասում է, դե լավ, եթե ասեն գնա, գնա, բայց ինչ որ ասեմ, այդ կանես։ Խի տենց ասեց Աստված, հեշտ մտածել եք այդ խոսքի վրա։ Ինչի Աստված փոխեց իր որոշումը։ Ասել էր չգնաս, բայց հետո ասեց լավ, գնա, բայց իմ ասածով կանես։ Ստեղ ինչ որ սրտի դիրք կա, գիտեք։ Ստեղ ինչ որ
սրտի կարգավիճակ կա, որ Աստված տեսավ։ Չէ, էսի մեկը մտքին դրել է անելու է։ Չէ, էսի ճանապարհներ է ման գալիս։ Ոնց անեմ։ Գիտես, մի հատ sense անեկդոտ կա։ Մի հատ հրյա տենում է շաբաթօրով փող անգած գետնին, ասում է վերցնեմ։ Հենց վերցնում է մյուս հրյաները ասում են շաբաթօրով դու գործ արեցիր։ Ու սկսում են քարկոծել, հա։ Ասում է չեք հավատա, բայց երբ որ աշկերս փակեցի, աղոտ քարեցի, աշկերս բացելուց հետո ամեն տեղ շաբաթ էր, իմ կանգնած տեղը ուրբաթ էր։ Գիտես, մենք գիտենք արդարանալու ձևը, մենք գիտենք ոնց մեր սրտի հետ աշխատենք, հա, ոնց ասենք, որ դա տենց չի։ Աստված էլ գիտի մեր սրտի ու մեր մտքերը։ Դրա համար ասեց, լավ, ես քեզ հասկացա, բաղամ։ Ես քեզ մարգարե եմ արել, ես քեզ ինձ ծառա եմ արել, բայց դու ոնց որ թե սրտիդ մեջ մի քիչ ուրիշ ճանապարհներ ես փնտրում։ Դե լավ, գնա։ Ու գիտեք, ուրախ հելա, վեշը պատրաստեց, բենզինը լցեց, մեքենայի փոշիները վերցրեց, կոնդիցիոներները միացրեց, ընկավ ճանապարհ։ Ու գրված է, որ էշը աննազանդություն արեց։ Էսը շինծեց, էշը գնաց ենկոմ, գնաց պատի մոտ, ոտը ճխլտեց, ասես ձեռս մի սուրելներ կես կսպանեի, ասում Աստված աշկերը բացեց, տեսավ դեմը հրեշտակա կանգնած էշի։ Ու ասում այդ էշը քո կյանքը փրկեց, մի քիչ էլ գայր քեզ սպանելու է։ Ասում եմ Աստված պատրաստ էր իր մարգարեին սպաներ։ Հիմա զարմանալու չի։ Գիտես, երբեմն մենք սովորում ենք մեր վրայի օծությանը, երբեմն մենք սովորում ենք այս առաջի շարքին նստած օծյալների վրայի օծությանը, երբեմն սովորում ենք հովի ու գորի օծությանը։ Եվ մեր համար դառնում է սովորական, հասարակ բան, հա դե Աստված եկավ գիշերը հետս խոսաց էլի, բայց ես հո գիտեմ ոնց անեմ, որ չբռնվեմ։ Ես հո գիտեմ ոնց անեմ իմ սրտի մեջ, որ Աստված ինձանից գոհ մնա։ Սկսում ենք ինչ-որ բան կորցնել, սկսում է մեր աչքերը Աստծո վրայից շուռ գալ ուրիշ տեղեր նայել, հարստությանը նայել, նվերներին նայել, հա։ Բաղամն էլ հո լավ էր ճանաչում բաղակին։ Ասում է դե լավ, ես կանչեցի անիծելու դու օրհնեցիր, բայց արի մի հատ էլ տանեմ էս կողմից, բանակի էս կողմից նայի, միգուցե էս կողմից անիծես։ Հե լավ գնաց։ Լավ, արի տանեմ միգուցե էս կողմից նայես, միգուցե էս կողմից անիծես։ Համոզում է, գիտես բաղամին։ Էն էլ գլուխները կախ, ականջները կախ գնում է։ Ասում է, ամեն ինչ կանեմ քո համար։ Նվերները շատացրեց, իշխանները ավելի շատ հարստություն բերին։ Գիտի ին թույլ տեղը։ Այսօր սատանան է քո թույլ տեղը գիտի։ Իմ թույլ տեղը գիտի։ Աշխատում է, ոնց մեզ անիծի, ոնց մեզ խփի։ Ոնց գողանա այն օծությունը, որ Աստված քեզ օծել է։ Ինչ ասեց։ Մնացեք տենամ Աստված ինչ ասում։ Ինչի Աստված չեր ասել, որ մնացեք տենամ Աստված ինչ ասում։ Գիտեք, միգուցե երբ որ շատ ապրանքները շատացավ, ասեց դե լավ, ես չեմ կարող անիծեմ։ Բայց այս նվերները թող մնա, այս մեքենան, այս բնակարանը, այս ինչ որ բերել եք էլ հետ մի տարեք։ Ես մի բան կասեմ, մտենց արեք։ Մի բան, մի հատ խորհուրդ կտամ, կանեք ու կհաղթեք Իսրայելին։ Ու հետո մենք հայտնության գրքի մեջ դրա մասին կարդում ենք 2:14։ Բայց քեզ դեմ մի քիչ բան ունեմ, որ այդտեղ Բաղամի վարդապետությունը պահողներ ունես։ Բաղակին սովորացրեց գայթակղություն դնել Իսրայելի որկանց առաջին, որ նրանք կորքի մատաղ ուտեն եւ պոռնիկություն անեն։ Վաու։ Փաստորեն, ես չեմ անիծի, բայց ձեր այն աղջկերքին ուղարկեք թողեթան իրանց բանակ, ամուսնանան, մեղքի մեջ գցեն, մատաղներ անեն, հա, ես իմ իրանց կուրքերին ծառայեն, այդ ժամանակ անեծքի տակ կլնեն կհաղթեք։ Այդ ժամանակ պաշտպանությունը կգնա, այդ ժամանակ օծությունը կգնա, այդ ժամանակ խոցելի կլնեն։ Հուդան ոնց էր։ Գանձանակից փող էր գողանում։ Ինչա, Հիսուսը չգիտեր, որ գանձանակից փող է գողանում։ 3 տարի գողանում էր, Հիսուսը չգիտեր։ Աշակերտները գիտեին, Հիսուսը չգիտեր։ Ինչա, սխալվել էր Հիսուսը Հուդային ընտրելուց։ Չէ։
Ինձ ու քեզ համբերատար այսօր էլ Աստված սպասում, որ ես ու դու փոխվենք։ Ուզում է, որ մենք հարգենք ու գնահատենք այն ինչ որ Աստված տվել է ու պահենք։ Մենք կարանք մեզանից բաներ թույլ տանք, մտածելով ոչ մեկ չնկատեց, չհասկացավ։ Եկեք Աստծո առաջ քայլենք։ Եկեք ազնիվ գտնվենք, հա։ Եկեք Տիրոջ օծությունը օծյալներին հարգենք։ Այն ինչ որ Աստված ինձ ու քեզ տվել է, դա շատ թանկ է, ավելի թանկ է, քան այս աշխարհի եղածը։ Հավատա ընդունի։ Այտենց հա թե տես չի։ Կարաս դրա համար փառք տաս Աստծուն։ Տեսեք, Թվոցի մեջ 25-ում գրած է. «Եվ Իսրայելի սատում բնակվեց, եւ ժողովուրդը սկսեցին Մովաբի աղջկերքանց հետ բռնակություն անել, եւ նրանց ժողովրդին հրավիրեցին իրանց աստվածներին զոհեր, եւ ժողովուրդը կերան եւ նրանց աստվածներին երկրպագություն արեցին»։ Ու գիտեք մարգարեն ինչ եղավ։ Հեսու 13:22 «Եվ Բերհովամի Բաղամ հարցուկն էլ Իսրայելի որդիքի սրով մերցրին նրանց սպանվածների հետ»։ Բաղամը Աստծո մարգարեից դառավ հարցուկ ու մեռավ որպես հարցուկ։ Աստված պարգև էր տվել, Աստծո ձայնը լսում էր, Աստծո տեսիլքները տեսնում էր, բայց մեռավ որպես սատանայի ծառա։ Հիշում եք, Գործք առաքելոցի մեջ Պողոս առաքյալները մեկին ֆրաց ասեց. «Դուրս արի Հիսուս Քրիստոսի անունով», ասում հարցուկ ոգի ուներ, որ իրանց տերերին շատ շահ էր բերում։ Ասում եմ, Աստված պարգև էր տվել, բայց պարգևը ուրիշ բանի մեջ օգտագործվեց։ Աստծո պարգևը օգտագործվեց ոչ թե Տիրոջ փառքի համար, այլ անօրենի գործի համար։ Գիտես, այսօր եթե մենք միտք ենք առնում ինչ-որ մի բանի, դա Տիրոջ փառքի համար պետք է լինի։ Ու միայն եթե Աստված քեզ օծություն ա տվել ինչ-որ մի բան անելու, դա իր շնորհքն է։ Ամեն։ Սովորենք իրան փառաբանել ու մեծարել։ Սովորենք օգտագործել իր անվան ու փառքի համար։ Այնքան կարևոր է, որ ես ու դու ճիշտ ավարտենք մեր ընթացքը։ Պողոս առաքյալի պես ընթացքս ավարտեցի, հավատքս պահեցի, հիմա սպասում եմ Տիրոջ փառած պսակին։ Մեկ ուզում ենք մարգարեանանք, չէ՞։ Մարդիկ սպասում են, բայց չմարգարեանանք, պետք չի։ Օրից մի օր մի հատ տեղ էի գնացել, ես էլ պատմեմ, հետո կանցնեմ առաջ։ Քարոզում եմ, այն ժամանակ ինտերնետ չկար, անգամ ձեռքի հեռախոսներ չկար։ Քարոզում եմ ու հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Կոնսպեկտը բացել եմ, որ քարոզեմ, առաջի շարքերից մեկը կոնսպեկտի այնտեղն ասում, որ ես գրել եմ կոնսպեկտից, Աստվածաշնչից, որ պետք է քարոզեմ, ասում եմ, ես ո՞նց իմացավ ինչ եմ քարոզելու։ Լավ, ասում եմ, դե եկեք բացենք Աստվածաշունչը, երկրորդ տեղն եմ ուզում, ասեմ, նույնպես անգիր ասում է այդ տեղը, երրորդ տեղը նույնպես ասում է, չորրորդ տեղը նույնպես ասում է։ Եկել եմ տուն։ Աստված ջան, ես ո՞նց կարաս այս բան լինի։ Այնքան պարզ լսեցի, որ Աստված ասեց, քեզ է ուղարկել այնտեղ քարոզելու։ Ես չգիտեի, որ այդ մարդը Աստծուց չի։ Ես չգիտեի, որ կարա տենց բան լինի։ Առաջի անգամ էր իմ հետ պատահում։ Մի շաբաթ աղոթեցի, իհարկե հովիվին զանգեցի, հովիվի հետ խոսեցի, հովիվը ծափա տալիս հեռախոսի մեջ ուրախացել, ասում է, քեզ սպասում ենք։ Ու երբ որ եկա, առաջի տեղ ուզում էի կարդայի, նորից նույն երիտասարդը անգիր ասեց։ Ճիշտ այնտեղը, որ գրել եմ իմ կոնսպեկտի մեջ։ Ասի այսօր ես եմ քարոզելու, դու չես քարոզելու։ Գիտես, գնաց եկեղեցուց, անվերադարձ։ 2 տարի հետո այդ հովիվը զանգեց, ասում է, գիտես, վերադարձավ, բայց ընտանիքով ու ես անգամ ճիշտ սրտով։ Գիտես, ուզում եմ, որ Տերը մեծարված լինի մեր ամեն մեկիս կյանքի մեջ։ Ամեն մեկիս հետ գործ ունի ու մեզանով ուրիշի հետ գործ ունի։ Մի քիչ սեր, հա։ Մի քիչ խաղաղություն, մի քիչ ժպիտ, ամեն բան ընկնում է իր տեղը։ Սովորեք էլի, հովիվ ունեք, աշխարհը չունի։ Փառք Աստծուն։ Գիտես, մի հատ էլ եմ պատմություն վերցրել քո համար։
Այնքան հետաքրքիր պատմություն է այստեղ իմ համար, որ երբ որ ուխտի տապանակը ընկած էր գերության մեջ, հա, հիշում եք, ու ունեն ստացվավ, որ թշնամիները վախեցան ուխտի տապանակից, որովհետև իրանց աստվածները քիթ ու բենի վրա ընկնում էին, գլուխներն ու ձեռները կոտրվում էր, ու որոշեցին ուխտի տապանակը ճամփեն Իսրայել, որ պրծնեն շարից փորձանքից, այսպես ասեմ։ Ու երբ որ ճամփեցին, ուխտի տապանակը եկավ, որտեղ որ մնաց, այդ տունը օրհնվեց, ու երբ որ Դավիթը լսեց, շատ ուրախացավ ու որոշեցին ուխտի տապանակը բերեն Իսրայել։ Ուխտի տապանակը Աստծո խորհրդապատկերն էր, հա։ Եվ երկրորդ Թագավորաց 6:6։ Երբ որ եկան Նաքորիկալը, Ոզյան ձեռքը մեկնեց Աստծո տապանակին եւ բռնեց նրան, որովհետեւ եզները ծռել էին նրան, եւ Տիրոջ բարկությունը բորբոքվեցավ Ոզյայի դեմ, եւ Աստված զարկեց նրան այնտեղ եւ այս հանցանքի համար, եւ նա մեռավ նույն տեղը Աստծո տապանակի մոտ։ Ոնց որ թե մարդիկ լավ բան էին անում, ուխտի տապանակը բերում էին Իսրայել, բայց Աստված բարկացավ ու զարկեց ու այս մարդը մեռավ։ Առաջի հայացքից շատ լավ բան էին անում, ինչի տենց Աստված վարվեց։ Երբեմն բաներ կա մեր կյանքում չենք հասկանում, Աստծուն մեղադրում ենք։ Ու հետաքրքիր է, որ Ոզյան ձեռքը մեկնեց ուխտի տապանակին։ Ուխտի տապանակը, որպեսզի պատկերացում կազմես, տարին մի անգամ էր մտնում ուխտի տապանակի մոտ, այն էլ եթե տարվա մեջ մեղքեր ունում չխոստովանված մահանում էր։ Էլ ընդեղից դուրս չէր գալի, թելով քաշում հանում էին, որովհետև իր զգեստի վրա զանգակներ կար, երբ որ ինքը քայլում էր, ծնգծնգում էր, հենց ծնգծնգոցը վերանում էր, ուրեմն մեռել է, էլ ոչ մեկ չի կարա մտնի հանի իրան ընդեղից, ով որ էլ մտներ կմեռներ ուխտի տապանակի ներկայության մեջ։ Դրա համար թելով կապում էին, որ քաշեն քահանայապետին հանեն, տարին մի անգամ։ Հիմա իրանց տունը դրված է եղել, գիտես։ Ինքը գնաց է եկել է տապանակին տեսել է, գնաց է եկել է տապանակի մոտ աղոթել է, գնաց է եկել է տապանակի հետ շփվել է։ Ու կամած ընտելացել է։ Կամած իր համար դարել է սովորական մի բան։ Եկեք կարդանք մյուս տողը։ 6:3 մի քիչ վերև են գնում։ Եվ դրին Աստծո տապանակը մեկ նոր սայլի վրա, եւ նրա վրա առավ Աբինադաբի տանից, որ այն բլրի վրա էր, եւ Աբինադաբի որդիքը Ոզյան ու Աքովը քշում էին այն, որ սայլի վրա էր։ Գիտես, երբ որ ուխտի տապանակը իրանց տունն էր, ինքը թված, որ չի մահացե, ուրեմն իրան թույլատրելի է ոնց ուզենա տենց վարվի։ Ուրեմն իրան թույլատրելի է անելը տենց, ոնց որ ինքը մտածում է ճիշտ է։ Երբեմն մեր ծառայողները, մեր ավակները, մեր հովիվները մեր հետ վարվում են, մեզ թվում է, թե հա դե լավ էլի։ Նամանավանդ, որ մի հատ սխալ տենանք, մանավանդ մի հատ թերություն տենանք։ Գիտես, ես ուզում եմ քեզ մի ուրիշ բան ասեմ, այդ թերությունը քո սրտի համար է, այդ սխալը քո սրտի համար է, քո վերաբերմունքը դրսևորելու համար է, քլունգը կվերցնես քարցակվես վրեն, թե ծնկներիդ վրա կանցկացնես։ Հələ մի հատ մարդ ցույց տվեք, որ Աստվածաշնչի մեջ չսխալվեց։ Բացի Աստծուց։ Կատարյալ Աստված իր կատարյալ գործը վստահել է ինձ ու քեզ, անկատարյալ մարդկանց։ Ուզում եք սխալ չլինի։ Եթե ես ու դու անկատարյալ ենք, ո՞նց կարանք սխալ թույլ չտանք։ Բայց հիմա որ մեկը սխալվում է, ինչ ես դրոշակ սարքում ամենտեղ ասում։ Բայց որ դու ես սխալվում, վայ Աստված ջան, մեկը ոչ մեկ չտենա։ Քեզ կարելի է։ Գիտես, ուզում եմ, որ լավ հասկանաս, ճիշտ հասկանաս։ Ուզում եմ, որ կարևորես այն ինչ, որ Աստված երկնքից տվել է քեզ այդ օծությունը, այդ զորությունը, տիրա հոգին, գնահատես, վայելես, ինչքան մարդ խաղաղություն չունի, ինչքան մարդ ուրախություն չունի, Սուրբ Հոգով տվել է ինձ ու քեզ, այդ թողած, թրեր առել ենք իրար ջանի ենք ընգե, վայելի, ինչ նախանգարում քեզ, վայելի, փառաբանում ենք, Տերն է իմ հովիվը, գիտես երբ է քո հովիվը, երբ որ դու իր հովության տակ ես, երբ որ դու իրան վստահում ես, պատկերացնում ես, Ոզյան որոշեց ինքը կարա,
Գիտես, մտածում եմ, ինչքան օծյալդ բարձր է, այնքան քո սիրտը պետք է զգուշ լինի։ Ինչքան քո օծյալը մեծ ծառայող է, այնքան քո սիրտը ավելի զգուշ պետք է լինի։ Որովհետև եթե դու իր կողքի մարդն ես ու ոնց լինի կտեսնես իր թերությունը, իր հոգնած ժամանակը, իր բարկացած ժամանակը, իր միգուցե սայթակելը, սխալվելը։ Հիմա Մովսեսից խոնար մարդ կար էս երկրագնդի վրա։ Աստված էր ընտրել Մովսեսին այն ծնված օրվանից։ Բա Աստված եկավ Մովսեսին սպաներ, գիտեիր դրա մասին։ Ասեց երեխեդ թլփատված չի, եկել եմ քեզ սպանեմ։ Կնիկը չլներ, Մովսեսը չէր ելնելու, արդեն մեռած կլներ։ Հիմա հո ես ու դու Մովսեսից լավը չենք։ Խոսքը ծռելու պատճառով մեռնելու էր։ Բախենք մենք ամեն օր խոսքը ծռում, ոնց ուզում ենք, պլաստիրին ենք սարքել։ Ինչ ուզում անում ենք։ Գիտես, դրանցից մի երկու տեղ եմ ուզում կարդամ։ Եսավը իր առաջնակությունը ծախեց, գիտես, մի փոր հացի համար։ Այսօր մենք էլ այնքան էժան ենք ծախում, մեր ժամանակը այդ ինտերնետի մեջ ամեն տեղ։ Ահարոնի որդիները ասեցին, դե լավ, պետք է սուրբ կրակ բերենք, վերստեղից մի հատ օտար կրակ վերցնենք, վառենք ու միանգամից Աստծո առաջ մեռան։ Պետք է լինեին Ահարոնից հետո քահանաները Իսրայելի։ Մեռան օտար կրակ վառելու համար, Աստծո խոսքը չպահելու համար։ Դա շատ լուրջ էր։ Օտար ուսմունք էին բերել։ Ինչ էլ անես դժոխք չես էթա։ Կարևորը Հիսուսին Տեր ես ասե։ Այտենց հա թե տենց չի։ Գեզյան Եղիսեի օգնականն էր, պետք է դառնար Իսրայելի մարգարեն։ Գնաց Նեմանին ասեց, Տերս ասում է մի քիչ արցած մի քանի հատ էլ հանդերձ կոստյում շլվար տուր էլի։ Մարգարեների որդիներն եկել են տանեմ տամ իրանց։ Տարավ հողի մեջ թաղեց, եկավ մարգարեն ասեց, որ դու ես գալի, հեչ, ոչ մի տես տեղ էի։ Ասում է ինչ է իմ հոգին ընդեղ չէր։ Դե Նեեմյանի բորոտությունը թող գա քո վրա։ Մարգարե էր, կանչված լինելու, բորոտ դառավ։ Զարմանալու չի։ Սավուղը, երբ որ ընտրվեց թագավոր, մարգարեների գունդի մեջ էր։ Ժողովուրդը տեսնում էին, ասում էին, Սավուղն էլ է մարգարեների գունդի մեջ, արդեն մարգարեանում է։ Մի քիչ հպարտություն, մի քիչ նախանց Դավիթի նկատմամբ կդիմանա, մի հատ երգ էին հորինել Դավիթի մասին։ Չդիմացա, որը դե թագավորությունն ես, երեկվա երեխեն այլի, թող ուրախանալի, թող մի հատ էլ երգ իր մասին լինի։ Գործրես թագավորությունը, եկավ աննազանդություն, էլ արդեն մարգարեին էլ չէր սպասում։ Այ ես ելնեի կանեի, հովիվ ասել էր մի շաբաթից կգամ, չեկավ։ Ես իրա տեղը ավելի լավ կանեմ։ Մեկ էլ հենց արեց մարգարեն կողքներ։ Ասում ինչ արեցիր։ Ինչ արեցիր։ Միգուցե Աստված քո համբերությունն էր սպասում։ Բայց ես էլ գիտեի Սամուելը ուշացավ, ես էլ գիտեի Սամուելը սայթակեց, սխալվեց։ Միգուցե սխալվեց, որ քո սիրտը երևա։ Գիտես, բաներ կա, որ ուզում եմ ուշադրություն դարձնես։ Պետք է լիներ մարգարեների գունդի մեջ, եղավ գուշակների մոտ ու մահացավ որպես աննազանդ մեկը։ Եկանք հասանք Սամսոնին։ Սամսոնը իծնե ուխտավոր էր։ Հրեշտակը եկավ Սամսոնի մամային ասեց, ով որ ծնվելու է, Իսրայելը փրկելու է, ազատելու է, հա, ուխտավոր է։ Այտենց էր, չէ՞, բայց Սամսոնի ապրած կյանքը հեշտ չէր համապատասխանում հրեշտակի ասածին։ Գիտես, բայց Սամսոնի մոտ մի բան է ինձ դուր գալիս, որ վերջում, երբ որ աշկերը հանեցին, մազերը կտրեցին, օծությունը գնաց, զորություն չուներ, բայց ուներ ապաշխարող սիրտ։ Երբ որ ասեց Աստված ջան, կներես, ես ուզում եմ իմ միսիան իրագործեմ, ես ուզում եմ այն նպատակի համար, ինչի համար ծնվել եմ, անեմ, մազերն աճեց։ Ճիշտ է, աշկերը չեկավ, բայց իր միսիան կատարեց։ Այսօր ինչ է ինձ ու քեզ պետք, որ ունենանք այդ ապաշխարող սիրտը։ Ինչ է պետք հասկանանք մեր սխալը, զղջանք, ապաշխարենք ու ասենք ուզում ենք նորովի ծառայենք քեզ։ Նոր զորությամբ, նոր թարմությամբ, նոր կարողությամբ, ինչի համար ես ինձ դրել, ես ուզում եմ իրագործեմ։ Ամեն, կարաս ասես։ Քեզ էլ դուր եկավ, չէ՞ Սամսոնը։
Ասում եմ, Սավողը մարդ չէր սպանել, ուրիշի կնգան չէր տիրացել, բայց Դավիթը ամուսնուն սպանեց, կնգան էլ տիրացավ։ Այտենց հա, թե տենց չի։ Այտենց հա։ Բայց Աստված ասում է, «Էս իմ սրտի պես սիրտ ունի, որովհետև իմ սրտի ցանկությունը կկատարի»։ Հիմա դու ուզում ես Տիրոջ սրտի ցանկությունը կատարես։ Ասում է, արդարը 7 անգամ էլ ընկնի կվեր կենա, որտուց ես ընկել, ընդեից էլ պետք է վեր կենաս։ Ամեն։ Այսօր հով գորի արագությունը ոչ մեկ չունի, ընենց Աստվածոց է, տենց էլ ալավերդիում էր, ենքան շրջաններում եկեղեցիները սկսե, ես չի կարում իրան հասցնեի անգամ մի հատ հովիվներ տալու, մշակներ տալու, ինքը լավ աստեղ կարողանում է բարձրացնի, փառք Աստծո, այս մշակները այսօր սա եկած իրիմուկնել են բարձրացնում։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչի ավելի ինչ անենք Տիրոջ համար։ Հեսա բան չմնաց էլի։ Ինչի չանենք, եթե կարանք անենք։ Ամեն։ Հələ քեզ հարց տուր, ում կարաս այսօր հասնես։ Դավիթը ապաշխարեց ու Աստված ասեց քո սերնդից է գալու միսիան։ Պետրոսին ով է հիշում։ Ասեց, ոյ, քո համար կյանքս կտամ, ինչ արեց հաջորդ քայլափոխին, ով ես, ինչ Հիսուս։ Գժվել եք ինչա։ Բայց երբ որ ակլորը կանչեց, ապաշխարեց։ Հիսուսն եկավ ինչ ասեց։ Հովի, հա հոտես։ Հովի հոտես։ Գիտեք խի ասեց, որովհետև կանչ էր տվել իրան։ Ասել էր, դժոխքի դռները չի հաղթելու են եկեղեցին։ Որ այդ հայտնության վրա կառուցես, Պետրոս, որ ես եմ միսիան։ Հիմա դու կանչ ունեցող մեկն ես, որ այսօր ստե նստած ես։ Մի քիչ ոնց որ ավակների ծառայություն էլի, չէ՞։ Ես այդ խոսքն եմ ստացել Աստծուց։ Ասում եմ, մենք ինչ գին ենք վճարում մեր կյանքի համար, մեր օծության համար կամ մեր ծառայության համար։ Միսակ Սեդրակ Աբեդնագովը որոշեցին ծունկ չծռեն կուռքի առաջ։ Այսօր մենք ինչ գին ենք վճարում, որ ծունկ չծռենք այդ կուռքերի առաջ։ Կլինի ինտերնետ, ինչ ուզում ալնի, կլինի մի փոր հաց, կլինի մի փոր աշխատանք, հա, ինչի առաջ ենք մենք ծունկ ծռում։ Դանելը պատրաստ էր գնալ գազանանոց գազանների հետ քներ արյուսների հետ, բայց իր Տիրոջ աղոթքը չդադարացներ։ Այսօր մեզի ոչ մեկ չի ստիպում, արյուսների գուբը չի գցում, ինչն է խանգարում, որ մենք Տիրոջ հետ փոխհարաբերություն ունենանք ու աղոթք ունենանք։ Լիքը ապաշխարելու տեղ ունենք, չէ՞։ Ժամանակ ունենք, չենք էլ նկատում հեռախոսի մեջ ոնց է թռնում ժամանակը, բայց Աստծո խոսքը կարդալու կամ հայտնություն ստանալու ժամանակ չունենք, որովհետև զբաղված ենք շատ։ Կանգնի ոտքերիդ վրա։ Աստծո խոսքը ասում է, ով որ ունի կտրվի, ով որ էլ չունի, այն եղածն էլ կվերցրվի։ Գիտես, Աստծո կոչումը զղջալ չունի, սիրելիս, Աստված եթե քեզ կոչում է տվել, ուրեմն դա հենց այնպես չի։ Ուզում եմ, որ դա ծառայեցնես իր անվան ու փառքի համար։ Եթե կծառայես ուրիշ բանի համար, այն քո մուրը քո գլուխը, հա, այսպես ասեմ։ Դու Աստված։ Մեզանից հա կախված։ Ինչքան ենք մենք թույլ տալի այդ օծությունը գործի մեզանում, ինչքան ենք թույլ տալի, որ Աստծո շնորհքը դրսևորվի մեզանից։ Ուրիշ տարբերակ չկա, ուզում եմ, որ այսօր քո սրտի մեջ նայես, ուզում եմ, որ այսօր վերանայես քո քրիստոնեական կյանքը, ուզում եմ, որ քո այն գանձերը խորքից հանես, հələ հիշի, որ ապաշխարել էիր, օթերով էիր, սպասում էիր ամբողջ շաբաթը, երբ հա լինելու, որ գաս ընդեղից մտնես, երբ որ մտնում էիր, ինչ ասում էին, հա, իհարկե, հարց չկա, պետք չի մտել չեմ մտնի, այս տանեմ, հա, հարց չկա, կտանեմ, ուր կորավ այդ ամեն ինչը։ Հələ հիշի, որ մանավանդ Սուրբ Հոգով մկրտվել էիր։ Այս վերջերս դուք ջրով մկրտություն ունեցաք, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր որոշում են կայասետ Տիրոջը հետևեն, մինչև իրանց կյանքի վերջը։ Աստված օրհնի ձեզ։ Հələ հիշի ուր կորավ։ Ինչ ասում էին հալածյուղի պես ընդունում էիր, ուրախությունով, բերանդ բաց, ծարավ, ուր կորավ։ Շատ բան իմացանք, քիչ հասավ տեղ, ասում է, գիրը սպանում է,
հոգին կենթանացնում է։ Չեմ ուզում կոմպյուտեր դառնանք։ Ուզում եմ հոգով վարվենք, սիրով վարվենք։ Ամեն։ Դրա համար, որպեսզի սիրով վարվենք, այդ սերը պետք է ճանաչենք։ Քրիստոսին պետք է ճանաչենք։ Իրան պետք է վեր ապրենք։ Հələ իշի վերջին անգամ երբ ես վեր ապրել։ Վերջին անգամ երբ ես հայտնություն ստացել, այցելվես, սենց ասեմ։ Մի հատ տենց պատմություն կա, ես էլ պատմեմ ու ավարտեմ։ Մի օր մեկը մի հատ հայտնություն ա ունենում, թղթի վրա գրում ա։ Ու ամեն իրանց տուն հյուրեկողներին ասում ա, կնիկ հələ այն հայտնությունս բեր։ Հայտնությունը բերում ասում ա, հələ կարդա թող մի հատ սրանք լսեն։ Կնիկը կարդում ա, ինքը քիթը տնգում ա այն մուրադի պես, Աստված իմ հետ ա խոսացել, Աստված ասել ա։ Ու գիտես, բոլորի մոտ իրան լավ ազգում, որ ինքը Աստծուց խոսք ա ստացել, որ ինքը գիտի, Տի Աստված իրան ասե, օրերից մի օր հերթական հյուրերը գալիս են, ասում ա, կնիկ հələ հայտնությունս բե։ Կնիկը գնում գալիս ա առանց հայտնությունի։ Ասում ա, ուր ա հայտնությունս, ասում ա, մարդ, չես հավատա, բայց մուկը կերել ա։ Գիտես, վերջին անգամ երբ ես հայտնություն ստացել, թարմանանան ամեն օր պետք է գա։ Գիտես, քո վրա օծություն կա։ Ես որպես հովիվ պարտադիր չի, գիտես, ամեն մեկին զանգեմ, ասեմ, ինչ ես անում ամեն վարքյան, կամ կամերաներ դնեմ վերևից նայեմ ով ինչ անում։ Երբեմն բաներ կա, ինչը պետք է Աստված հայտնում ա, որ այդ մարդուն օգնես։ Զանգում ասում ես, ինչ ես անում, ես ինչ ժամին ես ինչ տեղը։ Կամ ես բանը ուր ա։ Ասում ա, ինչ իմացար։ Ասում ես, ես չիմացա, բայց իմացողը իմացավ։ Ամեն։ Ուզում եմ, որ հասկանաս, քո վրա կա համապատասխան օծություն Տիրոջը փառաբանելու ու մեծարելու համար։ Կա համապատասխան օծություն Տիրոջ գործը առաջ բրթելու համար։ Գնահատի այն ինչ որ ունես։ Ու քեզանից վերև դրվածներին էլ մի անարգի։ Հենց անարգես, էլ պետք չես։ Սավուղի օրը կընկնես։ Հասկացաք այսօր ինչի մասին եմ խոսում։ Պարզ էի խոսում, թե բարդ էի խոսում։ Իրականից ուզում եմ շատ գնահատեք։ Շատ քիչ ունենք այտենց մարդիկ, ինչ որ ձեր հովիվն է, ինչ որ դուք եք, այտենց է։ Հոտը հովիվին է նմանվում։ Եկեք շատացեք, եկեք բազմացեք, եկեք այս երկիրը լցրեք, ամեն փրկվածներով։ Թող դժոխքը դատարկվի, երկինքը լցվի։ Իսկ կա մարդ, որ Աստծո հետ ուխտի մեջ չի։ Կա մարդ, որ երբևիցե Աստծուն չի վերապրել։ Կա մարդ, ինչի մասին խոսում է, այդ Աստծո խաղաղությունը, սերը չունես քո ներսում։ Կա մարդ, որ չգիտի, որ Աստված չանի, եթե այսօր երկրաշարժ լինի կամ ավտոյի տակ ընկնես, չգիտես ուր ես գնում, դժոխք թե դրախտ։ Եթե կա ձեռը թափարի տեսնեմ։ Եթե կա մարդ, որ ուզում է Տիրոջ հետ հաշտվի, կխնդրեմ գաս առաջ։ Այստեղ պրոժեկտոր ընկնում աշկելիս լավ չեմ տեսնում ես քեզ։ Փառք Աստծուն։ Շարժ եմ տնում։ Օրերից մի օր մեկի հետ խոսում էի, քարոզում էի ու այսպիսի արտահայտություն արեցի, ասում եմ, կգնաս տուն ու տանդ դուռը փակի, ու ասա, ով ես դու Աստված, ինձ հայտնի քեզ։ Իմ կողքի հավատացյալ քույր եղբայրներն ասին, ինչ ես այտենց ասում։ Ասում եմ, ինչի, չէր կարելի։ Դու ասում ես, չի կարելի տենց ասել, ասում եմ, ինչի մեր Աստված կենթանի չի, չի կարա իրան հայտնի։ Մենք կարանք մեզի հայտնենք, ինք իրան չի կարա հայտնի։ Գիտես, այսօր լավ ժամանակն է, Աստված իրան հայտնի։ Ты по-армянски не поймешь? Հա, ես քեզ հասկացա։ Քիչ կհասկանաս։ Աստված օրհնի քեզ, ո՞նց է քո անունը։ Գեորգի։ Գեորգի, մհեր Գեորգի ջան, ուրախ եմ։ Այսօր քո հոգևոր ծնունդի վախն է։ Մի անգամ ֆիզիկապես ես ծնվել։ Այսօր духовное рождение будет у тебя. Но чтобы было духовное рождение, надо делать короткие молитвы от всего сердца. Когда мы молимся от сердца, мы праведниками становимся перед Господом. И Господь наши имена пишет в книге жизни. И мы спасаемся, и не идем в ад. Ты хочешь этого от всего сердца? Хочу.
Давай тогда я скажу, пускай это будет твои слова, твои молитвы, но я тебе помогу. Господь, прихожу к тебе. Скажи. Господь, я прихожу к Тебе. Я верю, Я верю, что ты пришел на эту землю что Ты пришел на Туки эту ласик. землю из-за моих грехов. из-за моих грехов. Поднялся на крест, Поднялся на крест, вместо меня умер. вместо меня умер. И тебе третий день воскрес И на третий день Ты воскрес Духом Своим, Духом Своим, чтобы оправдать меня. чтобы оправдать меня. Иисус, прошу Тебя, Иисус, прошу Тебя, войди в мою жизнь, войди в мою жизнь, будь моим Господином. будь моим Я Господином. полностью свою жизнь Я полностью свою жизнь дарю Тебе. дарю Тебе. Ամեն։ Ամին։ Փառք Աստծուն։ Դուք էլ արեցիք այս աղոթքը։ Տերը օրհնի ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ նույնպես։ Ուզում եմ աղոթենք ձեր համար ամբողջ եկեղեցով։ Գիտեք, դու դիր, որ լսես։ Մեր կյանքում այնց է լինում, որ մեկ էլ տենում ես մեկի ոտը տրորում ես անիծում է, չես տրորում էլի անիծում է, կամ չիմանալով կոֆեի բաժակ ենք նայում, այնտեղ ասում են, գիտես, 3 օր է մնացել, 3 ամիս է մնացել, 3 ժամ է մնացել, կամ գարասկոպ ենք նայում, այս տարի ինչի տարի էր։ Լոշեցի։ Հա, առանց իմանալու, որ դրանք սատանայից են։ Միամիտ գնում ենք սատանայի թակարդը։ Դրա համար, որ այդ ամեն ինչը մեր վրա ազդեցություն չունենա, որ ոնց որ կարդացինք, որ սատանան չկարանա մեզ անիծի, խոցի ու հաղթի, դրա համար մեզ պետք է քանդենք այդ ամեն ասացվածների կամ թուղթուգրերի կամ արածների հետևանքը մեր կյանքի վրայից։ Համաձայն եք։ Աղոթենք եկեղեցի, քանդենք, հա։ Դուք ուղղակի լսեք, Հայր Հիսուս Քրիստոսյանով այս հրաշք մարկանց քրերիս ու աղբերներից բերում եմ քո սուր ձեռքերի մեջ։ Թող ամեն խոսք, ամեն թուղթուգիր, ամեն անեծք, ամեն սատանայական ծրագրեր այսօրվանից իշխանություն եւ զորություն չունենա իրանց կյանքի վրա Տեր։ Քո թանկագին այրան ցանկապատն ենք դնում եւ խնդրում ենք քո հրեշտակային պաշտպանությունը դնես նրանցից ամեն մեկի վրա Տեր։ Քո պահպանությունը թող լինի Տեր։ Այսօրվանից դու ես իրանց հայրը եւ Աստվածը եւ թող քո հովանու տակ մեծանան եւ քայլեն այս երկրի վրա։ Շնորհակալ ենք նրանց համար, նրանց ընտանիքների համար։ Թող քո անունը փառավորված լինի ամեն ժամանակ իրանց կյանքում։ Բոլորս ասեցինք ամեն, փառք Աստծուն։ Ունենք հրաշալի մարդիկ։ Որ կողմնեն։ Հա, այստեղ են չեմ տենում, եկել են առաջ չեմ տենում։ Այս հրաշալի գանձերը ձեզ են սպասում, ժողովուրդ ջան։ Ձեզ բան ունեն ասելու։ Այն ինչ որ ես ասեցի, դրանից կարևոր բան ունեն ասելու։ Կարակ մոտենաք իրանք ձեզի բան կասեն։ Մոտեցեք իրանց։ Ես էլ ուզում եմ ձեր ամեն մեկին ասեմ շնորհակալություն ձեր համբերատարության համար, որ դուք համբերատար լսեցիք, ինչ որ բան վերցրեցիք ձեր համար։ Փառքը Աստծուն։ Կարճ աղոթենք ու ես փոխանցեմ, հա, Բարսախոսը։ Հայր Հիսուս Քրիստոս, շնորհակալություն եմ հայտնում ամեն մի աղբորս ու քրոջս համար։ Շնորհակալություն եմ հայտնում այս ժամերի ու վայրկյանների համար, որ դու այստեղ էի ներկա էր, Տեր, ամեն մեկի կյանքի մեջ, որ գա քո փոփոխությունը, քո զորությունը, Տեր, որ ամեն լուծ մարկանցից հեռանա, որ այստեղից կգնան քո խաղաղությունով, քո ուրախությունով եւ քո ցնծությունով, նոր փոխհարաբերություններով եւ նոր զորությունով, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, հոյվ գորի եւ ամեն մի անդամի համար, որ գործում ես այս տարածաշրջանում, այս քաղաքում, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ դու ամեն բան կարող ես անել քեզ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Բոլորս ասենք ամեն, փառք ամենակարող Աստծուն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Հոյվ ջան, մենք շատ շնորհակալ ենք, շատ օրհնված ենք այս հրաշալի խոսքի համար եւ թող Տերը առատապես ել ավելի օրհնի ձեզ։ Սիրելի ժողովուրդ, եկեք վերցնենք օրհնության խոսքը եւ բարձրանանք վերև հյուրասիրության։ Հոր սերը Հիսուս Քրիստոսի շնորհքը, Սուրբ Հոգու սերը, զորությունը, օծությունը, պաշտպանությունը թող լինի ամեն մեկի վրա։ Գնացեք Տիրոջ ներկայության հետ միասին, Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։